Այսօր դեռ չհասած մեր հաղթանակին, դեռ չնվաճած մեր վերջնական նպատակը, արդեն կարծեք թե պատերազմի ավար ենք բաժանում, հաղթանակի մեջ յուրաքանչյուրը իր բաժինն է ուզում ապացուցել, դա վաղաժամ է, ցավոք դա վաղաժամ է, որովհետև ավարը բաժանում են միայն հաղթանակից հետո, թող ոչ ոք չվախենա, եթե որևէ նպաստ ունի ազգային, ազատագրական շարժման մեջ, պատմությունը դա կգնահատի, պատմությունը յուրաքանչյուրին կդնի իր տեղը։ Այսօր Արցախյան շարժման 4-րդ տարեդարձին մենք պետք է իսկապես արժանին մատուցենք այն բոլոր մարդկանց, այն բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական կազմակերպություններին, մեր մտավորականության ներկայացուցիչներին, մեր ողջ ազգին, առաջին հերթին, մեր տանջահար աշխատավորությանը, որը իր զոհողությունների գնով ձեռք բերեց այս նվաճումները։ Ես ուզում եմ գնահատել օբյեկտիվորեն Արցախյան շարժման առաջին օրնից այս հարթակում հանդես եկած մարդկանց Իգոր Մուրադյանին, Սարուխանյանին, Սիլվա Կապուտիկյանին, որի աշխատանքը ես ամենաբարձրն եմ գնահատում, որովհետև այդ օրը, երբ այս հարթակում երևացին դեռևս մեր հասարակությանը անծանոթ երիտասարդներ, Սիլվա Կապուտիկյանը մեր մտավորականություններից միակն է, որ եկավ կանգնեց այդ երիտասարդների կողքին։ Դրանով փաստորեն մեր ժողովրդի վստահությունը ներշնչելով այդ երիտասարդների նկատմամբ։ Չպետք է մոռանալ Զորի Բալայանի այն հրաշալի ելույթը, որ ունեցավ այստեղ փետրվարի 26-ին։ Այսօր են դժբախտաբար ընդդիմությունը ունի իր օրենքները և շարժվում է իր օրենքներով, հազարումից տակ են փակցնում մեզ, այսօր են այս կարգախոսները բոլորովին հակառակ են ասում, քան ես տեսնում եմ այս հրապարակի տրամադրության մեջ, բայց դրանից չպետք է հուզվել, ամենևին չպետք է հուզվել, չպետք է գրգռվել, քանի որ մենք իսկապես անկեղծորեն լծված ենք քաղաքացիական հասարակարգ ստեղծելու, իրավական պետություն ստեղծելու, ապա մենք պետք է հաշտվենք քաղաքացիական հասարակության բոլոր երևույթների հետ։ Ժողովրդավարությունը մեզ համար միջոց չէ, ժողովրդավարությունը մեզ համար ինքնին արժեք է և նպատակ, որովհետև մենք համոզված ենք, որ միայն ժողովրդավարության, միայն ժողովրդավարական ազատությունների շնորհիվ է, որ ժողովուրդը կարող է լիովին դրսևորել իր կարողությունները և արդյունավետ կերպով իրականացնել իշխանությունը իր ընտրյալ իշխանությունների միջոցով։ Այսօր նույն մարդիկ, որոնք 2 տարի առաջ ընդամենը չգիտեին, թե Արցախը որտեղ է, երբևէ ոտք չեն դրել Արցախում։ Եվ այսօր ահա նույն այդ մարդիկ դատապարտում են ներկա իշխանություններին, որը ոչ այլ ինչ է, քան հայոց համազգային շարժման իշխանությունը։ Եվ մենք դա հպարտությամբ ենք նշում։ Սա հայոց համազգային շարժման իշխանությունն է, որը ժողովրդավարական ընտրություններով ընտրվել է մեր ժողովրդի կողմից, և այսօր ես հպարտությամբ նշում եմ, որ իրականացնում եմ այդ շարժման, այդ կազմակերպության ծրագիրն ու գաղափարները։ Մենք ձեզ հետ ընդդիմություն էինք,
Բայց մենք ցույց տվեցինք, թե ինչպիսի ընդդիմություն ենք։ Մենք ձեզ հետ միասին կարողացանք տապալել կոմունիստական հրեշը։ Բայց մենք քանդիչ, քայքայիչ ընդդիմություն չէինք։ Մենք ձեզ հետ միասին ունեինք կառուցողական ծրագիր, ունեինք առողջ գաղափարներ և ունեինք այնքան ուժ, որ ստիպում էինք նույնիսկ այն փտած կոմունիստական վարչակարգին ենթարկվել մեր կամքին իրականացնել մեր ծրագիրը։ Հիշեք նախկին պարլամենտը, որի վերջին 2 տարիներին, 3 տարիներին ունած բոլոր որոշումները փաստորեն կայանում էին այստեղ, այս հրապարակում։ Իսկ այսօրվա ընդդիմությունը չունի ոչ մի ծրագիր, ոչ մի կառուցողական գաղափար։ Ճիշտ եք, միանգամից քեզ ցավը տանեմ։ Այո, ճիշտ է։ Նրանք կարող են հայոյել, նրանք կարող են վարկաբեկել և ուրիշ գործ չեն անում։ Եթե ուրիշ գործ ունենային, հայոյելու և մեղադրելու ժամանակ չէին ունենա։ Եվ ինչ քաղաքականություն է վարում։ Սկզբում փորձեցին հարվածել ՀՀՇ-ին, չստացվեց։ Այնուհետև փորձեցին առանձին մեկ առ մեկ վարկաբեկել հայոց համազգային շարժման Ղարաբաղ կոմիտեի անդամներին։ Դա էլ չհաջողվեց, որովհետև դուք ձեր ընտրություններով անցյալ տարվա նոյեմբերին արժանի ապտակ մատուցեցիք նրան։ Այսօր ընտրել են այլ տակտիկա, ասում էին չէ Լևոն դու լավ ես, բայց ՀՀՇ-ն վատն է, մենք քեզ առանձնացնում ենք ՀՀՇ-ին։ Խնդրում եմ այդ շնորհը ինձ մի արեք, ես եղել և մնում եմ հայոց համազգային շարժման անդամ, Ղարաբաղ կոմիտեի անդամ։ Մենք ձեզ հետ միասին տարել ենք այս շարժման բոլոր դժվարությունները, երբեք չենք կեղծել, ոչ մի խոստում ձեզ չենք տվել, այնպիսի խոստումներ ինչպես տալիս են հիմա խորհրդարանում որոշ պատգամավորներ, հետ երեք, և բոլորին այլ իշխանություններ, նրանք այնպիսի խոստումներ չէին տալիս։ Մենք այսօր ենք տեսնում ենք այն բոլոր դժվարությունները, այն բոլոր զրկանքները, որ դուք կրում եք, և մենք գլուխ ենք խոնարհում ձեր օգնության և հպետության առջև։ Մենք այս օրը նախատեսել էինք, ես ձեզ նորից եմ կրկնում, մենք շատ ավելի երջանիկ վիճակում ենք, քան մեր պապերը 18-ից 20 թվականներին երբեք ունեին դակապություն։ Մենք նախատեսել էինք այս դժվարությունները։ Եվ ես այսօր նորից նույն անկեղծությամբ ձեզ ասում եմ, այս դժվարություններով չի վերջանալու մեր դժվարությունները, չեն վերջանալու։ Մենք ունենալու ենք նոր դժվարություններ։ Եթե մենք ուզում ենք դառնալ ազգ, ուզում ենք ունենալ պատիվ այս աշխարհում քաղաքակիրթ ժողովուրդների մեջ, ապա պետք է դիմանանք այդ դժվարություններին։ Որին շնորհակալությամբ ընդունելով ձեր վստահության քվեն անցյալ տարվա նոյեմբերին ես նորից ակնկալում եմ ձեր վստահության քվեն դուք այդ քվեն ինձ տվել եք 5 տարով տվեք ինձ այդ ժամանակը և ես խոստանում եմ
իմ ընկերների հետ, որոնք կանգնած են այս հարթակում, ձեզ հետ միասին կկերտենք մի այնպիսի պետություն, իհետ ուպես և մեր ընդդիմախոսների և մեր քոր հակառակորդների։ Այսօր մենք ձեզ հետ միասին նորից այս լեցուն հրապարակում զգացինք մեր միասնությունը, մեր ուժը, և ես ուզում եմ կրկնել մեր 88 թվականի այն կարգախոսը, որ թնդացեց և այս հրապարակը և ամբողջ աշխարհը, միասնության մեր կարգախոսը, միացում, 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 Եվ այսօր ես տեսնում եմ, որ դուք պատրաստ եք շարունակելու մեր պայքարը, ինչպես գիտեք, մեր պայքարը վերջ չունի, պայքար, պայքար, ինչպես վերջ, պայքար, պայքար, ինչպես վերջ, պայքար, պայքար, ինչպես վերջ։ Շնորհակալություն, ցտեսություն, քանի տակ է հասնելու։